Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 10 համարի ներքո։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, նշում է իրենց ծրագրում ռազմավարական լուծումներ եւ ռազմավարական լուծումների գործիքներ են ներկայացնում։ Օրինակ, Իրանի հետ Հայաստանը կապող երկաթուղու կառուցումը պետք է դառնա ինքնիշխան խաղաղության գլխավոր երաշխիքը։ Էներգետիկ անվտանգության բնագավառում մեր գլխավոր ռազմավարական գործիքներն են նոր ատոմակայանի կառուցումը, գումարած ակումուլյացիոն հզորությունների ստեղծումը, որովհետև այսօր ակումուլյացիոն հզորությունները հայկական էներգետիկ համակարգի գտնվում են 0-ի վրա, ինչը նշանակում է, որ մենք այլևս չենք կարող զարգացնել արևային էներգետիկան, որովհետև, ինչպես հայտնի է, արևային էներգետիկան շատ անկայուն բնույթ է կրում եւ կախված է այդ պահին արևը ինչ ուժգնությամբ աշխատում է կամ չի աշխատում։ Զուրաբյանը բացատրում է, որպես հարցի լուծում առաջարկում են Սևան Հրազդան կասկադի մոդեռնիզացիա, որը թույլ կտա հիդրոէլեկտրակայանը դարձնել նաև ակումուլյացիոն հզորություն։ Այն ժամանակ, երբ շատ արև կլինի, ջուրը կբարձրացվի վերև, իսկ հակառակ դեպքում կլինի էլեկտրաէներգիայի արտադրություն։ Այս գործիքներով կստեղծենք մեր էներգետիկ համակարգի կայունությունը։ Դա ենթադրում է նաև համագործակցություն Իտալիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների հետ ակումուլյացիոն հզորությունների կառուցման շուրջ։ Երրորդ ռազմավարական գործիքը լինելու է ջրամբարային համակարգի ստեղծումը։ Ըստ Զուրաբյանի, այսօր մեր ջրի 70%-ը ուղղակի կորսվում է։ Նպատակ ունեն ստեղծել ջրի կառավարման նախարարություն, որը պետք է ռազմավարական քաղաքականություն մշակի այս հարցում եւ կառուցի ջրամբարների, ջրանցքների ու պոմպակայանների մի ամբողջ համակարգ, ապահովելու Հայաստանում ամբողջական ջրահավաք, ինչը թույլ կտա ամբողջությամբ բավարարել գյուղացուն, իսկ ավելացած ջուրը կվաճառվի հարևաններին։ Չորրորդ ռազմավարական գործիքը դա այն է, առանց ինչի ընդհանրապես հնարավոր չի պատկերացնել Հայաստանի տնտեսական զարգացումը, դա տեխնոլոգիական հեղափոխության մեր նախագիծն է։ Ընդհանրապես մենք պատկերացնում ենք, որ տեխնոլոգիաները պետք է դառնան Հայաստանի տնտեսության շոգեքարշը, լոկոմոտիվը, որում բոլոր բնագավառներում եւ մենք մի կարևորագույն գործիք ենք առաջարկում, դա գիտահետազոտական աշխատանքների, այսպես կոչված R&D-ի ֆինանսավորումը պետության կողմից։ Խոսքը ստարտափների, արհեստական բանականության, նանոտեխնոլոգիաների, չիպ դիզայնի եւ այլ ուղղությունների զարգացման աջակցության մասին է։ Սրա մեջ մտնում է նաև սուվերեն արհեստական բանականության ստեղծումը, որ մենք մինչև հիմա չունենք, եւ դա իհարկե լավ չի անդրադառնում մեր ինքնիշխան կառավարման կարողությունների վրա։ Մյուս կետը վերաբերում է երիտասարդությանը։ Ըստ Զուրաբյանի, պետք է ապահովի նրանց հեռանկարը տարբեր ուղղություններով։ Օրինակ, աջակցելու են երիտասարդական գործարարությանը։ Պլանավորվում է նաև ստեղծել ուսանողական բանկ պետական հիմնադրամ, որը շատ ցածր տոկոսով 20-30 տարով վարկեր կտա, ինչը ըստ էության թույլ կտա ուսանողին անվճար ուսում ստանալ եւ Հայաստանում եւ արտասահմանում, գումարը վճարելով հետագայում։ Ստեղծելու ենք երիտասարդության համար զանգվածային հնարավորություններ զբաղվելու մշակույթով եւ սպորտով։ Մասնավորապես ամբողջ Հայաստանում մենք կառուցելու ենք այսպես կոչված հանրային տարածքներ։ Դրանք այնպիսի տարածքներ են, որ եւ բացօթյա տարածքներ են եւ շինություններ են, որտեղ արդեն երիտասարդությունը կարող է զբաղվել իրենց մշակութային ծրագրերով կամ սպորտային տարբեր ակտիվությամբ, որը թույլ կտա երիտասարդին միշտ լինել խաղի մեջ։ Զուրաբյանի խոսքով դա թույլ կտա նաև պայքարել խաղամոլության եւ թմրամոլության դեմ, որովհետեւ դրանց գլխավոր պատճառն այն է, որ մարդը չի կարողանում իրեն ռեալիզացնել կյանքում։ Կուսակցության նախագծերից մեկն էլ եկամտաբեր գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսության նախարարությունը կվերականգնվի, գործելու են մասնավոր պետական օպերատորներ, որոնց նպատակն է լինելու ապահովել մեծածախ գներով, գյուղացուն սերմացուով, վառելիքով, թունաքիմիկատներով եւ մյուս կողմից զբաղվել գյուղացու արտադրանքի իրացմամբ։ Ընդ որում մենք մշակել ենք սխեմաներ, ըստ որոնց պետությունը ապահովում է գյուղացու աշխատանքի եկամտաբերությունը։ Զուրաբյանի խոսքով ամենակարևոր կետերից մեկն էլ ներառական պետության մոդելն է, որում պետք է ստեղծվի առողջ եւ նպաստավոր միջավայր բիզնեսի համար։ Բիզնեսին պետք է օգնել խրախուսող պետական քաղաքականությամբ, որպեսզի այն ունենա նպաստավոր միջավայր, ճկուն հնարավորություններ։ Եվ ամենակարևորը մենք համարում ենք
մեր ամբողջ քաղաքական, տնտեսական եւ կառավարման համակարգի առողջացումը, մասնավորապես դա պետք է արվի սահմանադրության փոփոխությամբ, մենք պետք է գնանք նորից վերականգնենք նախագահական խորհրդարանական կառավարման մոդելը, որը կստեղծի հակակշիռների եւ զսպումների ճիշտ համակարգ, կվերացնի անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերը, որ այսօր գործում են Հայաստանում, որը բերում է նաեւ նրան, որ իշխանությունը փաստորեն կամայականություններ է հանդես բերում եւ նաեւ հարձակումներ է կատարում մեր քաղաքացիական ազատությունների, մարդու իրավունքների վրա, ժողովրդավարական ազատությունների, հայ առաքելական Սուրբ եկեղեցու անկախության վրա այդ ամբողջը մենք պետք է վերացնենք ուղղակի։ Լիանա Խաչատուրյան, Արամ Հարությունյան, լուրեր։